Արտակ Բալայանը հարկային պետական ծառայությունը գլխավորել է երկար տարիներ, համակարգը այդ ընթացքում միայն աճ է ունեցել և եկամուտների հավաքագրման և ստվերի կրճատման հարցում։ Խնդիրները, որը դրվել է համակարգի առջև, միշտ կատարվել է։ Այս ձեռքբերումներին հնարավոր է եղել հասնել կոլեկտիվ ջանքերի շնորհիվ։ Արտակ Բալայանը շնորհակալություն է հայտնում համակարգի աշխատակիցներին համատեղ աշխատանքի, երկրի ղեկավարությանը վստահության և աջակցության համար։ Ուզում եմ շնորհակալություն հայտնել Հանրապետության նախագահին այս տարիների ընթացքում իմ նկատմամբ ցուցաբերած վստահության համար։ Ձեզ եմ ուզում շնորհակալություն հայտնել միշտ համակարգին ցուցաբերած աջակցության, ինչպես նաև համատեղ աշխատանքի համար։ Այսօր մենք նոր քաղաքականություն ենք որդեգրել, կառուցվածքային փոփոխություններ, որը պետք է օպտիմալացնի կառավարման համակարգը։ Օպտիմալացման արդյունքում կառավարությանն առընթեր մարմինների թիվը 5-ով կրճատվել է, 5-ից մեկն էլ հարկային պետական ծառայությունն է։ Արտակ Բալայանը նշանակվել է նախագահի խորհրդական տնտեսագիտական վարչության պետ, իսկ հարկային ծառայությունը կներառվի ֆինանսների նախարարության կառուցվածքում։ Ֆինանսների նախարար է նշանակվել Սպարտակ Թևոսյանը, ով նաև հարկային համակարգի հիմնադրման ակունքներում է կանգնած։ Մենք բոլորս մեր պետությունը կայացնելու համար ենք աշխատում, անկախ նրանից, թե ով ինչ պաշտոն է զբաղեցնում։ Ինձ թվում է, թե դա մեզ կհաջողվի։ Կադրային ջարդ չի լինելու, խոստանում է ֆինանսների նախարարը։ Հաստիքացուցակը պատրաստ կլինի առաջիկա 1-2 շաբաթվա ընթացքում։ Վարչապետը վստահեցնում է, կառավարությունը քայլեր է ձեռնարկելու, որ աշխատանքից ազատված պաշտոնյաների զբաղվածության հարցը կարգավորվի, հիմնականում ի հաշիվ մասնավոր հատվածում բացվելիք աշխատատեղերի։ Նորայր Հովսեփյան, Արտավազդ Գրիգորյան, օր։